Թող փառավորվի Տիրոջ անունը, ժողովուրդ ջան, իրոք, որ Աստված թույլ ա տվել մենք հավաքվենք ստեղ։ Երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք եւ ուշադրություն ենք դարձնում մարդկության պատմությանը, բոլոր դարերից առաջ, ոչ թե բոլոր դարերից առաջ, այլ այն սկզբունքը, երբ որ մարդը երկրի վրա ստեղծվել Աստծո կողմանեն, հակառակորդը ինչ ա ուզեցել անի մարդու հետ եւ ինչ ա ուզեցել անի, որպեսզի մարդուն գցի այդ վիճակից, որի վրա որ Աստված դրել ա մարդուն։ Մենք տեսնում ենք Եդեմի պարտեզից սկսած, որ հակառակորդը միշտ ուզեցել ա, որպեսզի Աստծո խոսքը ծռի։ Որտեղ երբ որ Ադամին ու Եվային Աստված պատվեր տվեց, ասեց պարտեզի բոլոր ծառերից կերեք, բայց այդ ծառից չուտեք։ Եվ երբ որ շարունակության մեջ կարդում ենք հակառակորդը, երբ որ այցելեց եւ Եվային ինչ ասեց, արդյոք Աստված ասել ա, որ պարտեզի բոլոր ծառերից չուտես։ Աստված այդ ձև բան չէր ասել, Աստված ասել էր բոլոր ծառերից կերեք, բայց չարի ու բարու գիտության ծառից չուտեք։ Այսինքն ուզեցել ա միշտ Աստծո խոսքը ծռի, միշտ ուզեցել ա Աստծո խոսքը փոխի, գրված չի, որ Աստծո խոսքը ինքը հանեց, այլ ինքը Աստծո խոսքը փոխեց։ Եվ այսօր տեսնում ենք, ինչ ենք տեսնում, որ մարդը իր հոգևոր կյանքի մեջ, իր հավատքի կյանքի մեջ ուզում ապրի աստվածապաշտ կյանք, բայց ոչ թե Աստծո խոսքով, այլ արի իր ուզածով։ Միտեղ պիտի կարդամ Եսայի մարգարեության 24-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Եսայի մարգարեություն 24-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքը զանց են արել, պատվիրանքը փոխել։ Օրենքը զանց են արել եւ պատվիրանքը փոխել։ Մարդը ոչ թե պետք է Աստծո խոսքը փոխի, որպես իրան հարմարացնի եւ այդ ձև ապրի, այլ ինքը պիտի փոխվի, որպեսզի Աստծո խոսքով ապրի։ Բայց այսօր մենք շատ ժամանակ ինչպիսի կյանք ենք ապրում։ Ապրում ենք այն ձև, ոնց որ աշխարհն ապրում։ Գործում ենք այն ձև, ոնց որ աշխարհն ապրում։ Նպատակներ ունենք այն ձև, ոնց որ աշխարհն ունի։ Նույն ձև ապրում ենք, նույն ձև վարվում ենք, նույն ձև նույն նպատակն ունենք։ Եվ երբ որ կարդում ենք Ովսեի մարգարեության 7-րդ գլուխ 8-րդ խոսքը, տեսեք ինչ ա գրվում։ Ովսեի մարգարեություն 7-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Եփրեմը խառնվել է ժողովուրդներին։ Եփրեմը խառնվել է ժողովուրդներին։ Ռուսերենում գրած է ձուլվել են, նմանվել են։ Երբ որ մենք մեր պատմությունները ուշադրություն ենք դարձնում, մեր հայոց պատմությունները, բազում դարեր ուզեցել են հային վերացնեն սրի միջոցով, զենքի միջոցով։ Երբ որ ուշադրություն ենք դարձնում, երբ որ այդ սրի միջոցով չի ստացվել, որպեսզի հայ ազգին վերացնեն այս աշխարհի երեսից, ինչ են արել։ Բաժանել են Պարսկաստանի, Բյուզանդիայի մեջ բաժանվել է 2 անգամ Հայաստանը։ Ձուլել են նրանց իրար մեջ, որպեսզի սերունդը վերանա։ Եվ այսօր հակառակորդն ուզում է, որպեսզի մեզ աշխարհի հետ ձուլի, մի մտքի, մի գաղափարի, մի նպատակի, որպեսզի մեր հոգևոր կյանքի մեջ արդյունք էլ չլինի։ Մենք նմանվենք աշխարհին, վարվենք աշխարհին, եւ գիտեք, ոչ թե մեզ մեղքով ա ուզում խաբի, այլ աշխարհական սովորություններով։ Եթե բացեբայց ասի, որ սա մեղք ա, մենք չենք գործի։ Բայց աշխարհական սովորությունները
եւ աշխարհական զբաղմունքները եւ գիշեր-ցերեկ աշխարհի նպատակի հետ կապված այդ սովորությունները մեզ կտրել են Քրիստոսից։ Մեզ կտրել են Քրիստոսից եւ մենք ապրում ենք այն նպատակներով, ինչ որ ապրում աշխարհի նպատակը։ Երբ որ կարդում ենք Կողոսացիս 2 գլուխ 20 համարը տեսեք ինչա գրում։ Առ եթե Քրիստոսի հետ մեռանք, այս աշխարհի սկզբունքներից է, էլ ինչու ենք այս աշխարհի մեջ կենդանիների պես այսպիսի կանոններով կապվում։ Այս աշխարհն ունի իր սկզբունքները։ Այս աշխարհն ունի իր նպատակները։ Այս աշխարհն ունի իր վիճակները։ Եթե ասма Քրիստոսի հետ մեռանք, էլ ինչու ենք այս աշխարհի մեջ կենդանիների պես այսպիսի կանոններով է կապվում։ Շարունակության մեջ ինչ ասեմ։ Մի մոտենար, մի ճաշակիր, մի դիպչիր, որ ամենը ապականության համար է գործում։ Բայց մարդն ուզում է փորձի, դիպչի, եւ այդ դիպչելը, այդ փորձելը շատ ժամանակ մարդուն որոգայթ են դառնում։ Երբ որ Աստված Իսրայելին Եգիպտոսի երկրից հանել էր, ինչ ասեց, ինչ պատվեր տվեց։ Ասեց, երբ որ մտնեք նրանց ազգերը, նրանց երկիրները գրավեք, նրանց աստվածներով անգամ չհետաքրքրվեք, որովհետև այդ ամեն ինչը ձեզ համար որոգայթ պիտի դառնա։ Հենց այդ հետաքրքրասիրությունն էլ մարդուն գցում է որոգայթի մեջ։ Հենց այդ հետաքրքրասիրությունն էլ։ Եվ մարդը հեռանում է Քրիստոսից։ Եվ մարդը նմանվում է աշխարհին, եւ չէ զանազանեմ։ Գիտեք, դա աստիճանաբար է տեղի ունենում։ Դա աստիճանաբար է տեղի ունենում։ Միանգամից տեղի չի ունենում։ Երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք Տիմոթեոսի թղթի մեջ սենց է գրած. ամեն չարիքի արմատն մարզաթասյությունն է, որ ամեն դրան անձնատուր լինելով աստիճանաբար ընկղվում է դրա մեջ։ Իսկ ընկղվողը միանգամից չի, նա աստիճանաբար, սրբացման կյանքն էլ աստիճանաբար, մեղքի կյանքն էլ աստիճանաբար մարդու մեջ թափանցում։ Որովհետև երբ որ կարդում ենք Զաքարիայի մարգարեության մեջ է գրված, եթե չեմ սխալվում, ասում է եւ Տիրոջ հոգին ասեց գնա այդ գետի մեջ եւ ասում է ջրերը մինչեւ գարշապարներ, ասեց էլի առաջ գնա, ասավ ջրերը մինչեւ ծնկներն էին, ասեց էլի առաջ գնա, ջրերը մինչեւ գոտկատեղն էին, ասավ եւ նրանից հետո գետը նրան տարավ։ Այսինքն, երբ որ մարդը լցվում է Տիրոջ մովորեցոր, երբ որ մարդը օրեցօր Տիրոջ մեջ խորանում է, երբ որ մարդը օրեցօր իր կարդալու կյանքը, իր աղոթքի կյանքը, իր սրբացման կյանքը ավելացնում է, նա արդեն այդ ձև ապրում է։ Նրան չեն ստիպում, որ ինքը այս ձև վարվի կամ այն ձև չվարվի։ Այո, Աստծո ձև տրտմություն կա, որ մարդու կյանքի մեջ գործում է։ Մարդը աստիճանաբար մեղքը վանում է, մարդը աստիճանաբար այդ մտքերին տեղ չի տալիս, մարդը աստիճանաբար սրբացման է գնում եւ տեսնում է, եթե կհիշեք, անցած կիրակի Սամվել աղբերը ինչ ասեց, ասում Աստված ինձ փոխեց եւ ես զարմացա, թե ես ոնց չեմ կատարում այդ ամեն ինչը։ Այդ սրբացման կյանքը, այդ Քրիստոսի հետ մեկանալու կյանքը, օրեցօր մարդու մեջ աճելով գետը նրան տանում է, Աստծո խոսքը նրան տանում է եւ նա ապրում է ոչ թե իր համար, այլ ապրում է Քրիստոսի համար։ Նա շնչում է Քրիստոսով, ապրում է Քրիստոսով, գործում է Քրիստոսի օրենքներով, գործում է Քրիստոսի վարդապետությունով, որտեղ Հովհաննեսը գրում է, ասում է եղբայրներ, Տիրոջ պատվիրանքները դժվար չի կատարել։ Դժվարա նրանց համար, ովքեր չեն ուզում անել։ Եվ հակառակորդը օրեցօր մարդուն քաշում է։ Մի օրինակ բերեմ, ես վերջերս մի քույրիկ կարիր այդ զրույց էինք անում, սենց օրինակ բերեց, ասեց տկարացել եմ, բայց ասեց մեղքի մեջ էլ չեմ։ Երբ որ զրուցեցինք, ասեց շատ եմ հեռախոսով զբաղվում, ասեցի կտաս մի հատ հեռախոսդ, ասեց հա խնդիր չկար։ Երբ որ այդ հեռախոսը վերցրեցի, ասի կարամ մի հատ YouTube-ը նայեմ, ասեց նայ,
ասի կարա մի հատ իստորիաներ նայեմ, ասեց նայ, նայեցի, թխվածքներ էր, սալատներ էր, մեղք հետ կապած ոչ մի բան չկար, բայց զբաղմունք էր նա զբաղմունք էր, որ կապել էր, և այսօր հակառակորդը զբաղմունքներով ակապեմ քրիստոնյային, մեղքով չի կապեմ, զբաղմունքով, մեղքը եթե բացահայտ ասի, բնականաբար մենք հետ կքաշվենք, բայց Աստծո պատվիրանքները, գրված է Աստծո հիմքը հստակ դրված է, երբ որ Տերը Երեմիա մարգարեության 35-րդ գլխի մեջ է գրված, Երեմիային ասեց, Երեմիա գնա Ռեքաբյանների տունը, ասեց գնա և նրանց որդիների առաջ տաճար և նրանց որդիների առաջ ասեց գինի դիր, և երբ որ Երեմիան տարավ տաճարը Ռեքաբյանների որդիներին, գինին դրեց, ինչ ասեցին, ասեց մեր պապը մեզ պատվիրել է, որ մենք գինի չխմենք, և Տերը ինչ ասեց, ասեց տեսնում ես Ռեքաբյանների որդիներին, ինչպես հավատարիմ են իրանց հոր ասացին, բայց այսօր ես հավատարիմ եմ Տիրոջ խոսքին, ես հավատարիմ եմ, որ Աստծո խոսքը այո և ամեն է, գիտես ավելի լավ է ես խոստովանվեմ, որ ես անկարող եմ, քան թե Աստծո խոսքը ծռեմ, ավելի լավ է ես խոստովանվեմ, որ ես այդ վիճակի մեջ եմ, քան թե Տիրոջ խոսքը ծռեմ, քան թե Աստծո պատվիրանները ծռեմ, Աստված ուղիղի հետ ուղիղ է, ավելի լավ է ես խոստովանվեմ, ես ով եմ, ավելի լավ է ես ընկնեմ Տիրոջ առաջ, ասում է սիրտը ջրի պես թափի իմ առաջ, քան թե Աստծո պատվիրանները ծռեմ, հայտնության մեջ գրված ասում է իմ խոսքերից մեկը ավելացնողը, կամ իմ խոսքերից մեկը պակասեցնողը, և աստիճանաբար մարդը նմանվում է աշխարհին, գիտեք աշխարհի մեջ մենք չենք տարբերվի, և աշխարհը շատ ժամանակ մեր արարքներին կցապահարի, բայց երբ որ սրբության մեջ ենք մտնեմ, մենք տեսնեմ և տարբերում ենք, թե ինչն է սրբությունը, ինչը չի սրբությունը, Ասափը, եթե չեմ սխալվում 76 թե 78 Աղմոսի մեջ ասում է, երբ որ մտա Տիրոջ սրբարանը, տեսա նրանց վախճանը, բայց մինչև էդին ձև էր մտածում Ասափը, ասում միթե ձեռքերս զուր տեղն եմ լվանում, միթե ամեն առավոտ երեսս խրատողներին եմ տալիս, միթե իզուր եմ անեմ, բայց երբ որ մտա Տիրոջ սրբարանը, տեսա և Հիսուս Քրիստոսը մի առակ ասեց, ասաց երկնքի արքայություն նման է մի հարսանիքի, և հանդերձներով մեկը կար, որ նրանց մեջ ինչ էր, տարբեր էր, երբ երևաց նրա տարբերությունը, երբ երևաց, երբ որ բոլորը նույնն են, ինքը տարբեր էր, երբ որ ես աշխարհի հետ մեկ եմ, նույն ձև եմ մտածեմ, նույն ձև եմ վարվեմ, ես աշխարհի մեջ չեմ տարբերվի, գիտեք, սենց մի հատ օրինակ բերեմ, երբ որ ինչ-որ մեկը մի հատ անեկդոտ պատմեմ, երբ որ շրջապատը չի խնդեմ, այդ ասացի վրա, ինքն իրան է գալիս, ինքը տեսնում է, որ ինքը այն միջավայրում է, որտեղ որ դա պիտի չաներ, բայց երբ որ բոլորը խնդում են, չել երևում այդ տարբերությունը, այդ ձև էլ երբ որ սրբությունը գալիս է իմ կյանքիս մեջ, ավելի լավ է ես խոնարհվեմ, քան թե Աստծո խոսքը փոխեմ, քան թե ես հարմարվեմ աշխարհի հետ, քան թե ես նմանվեմ աշխարհին, ես շատ տեղեր եմ ասել իմ անձի վրա, երբ որ իմ երեխու մազերը ես կտրել էի, ձև էի տվել, աշխարհիկ ձև էի տվել ինձ համար դա, երբ որ գնաց մանկապարտեզ ասեցին ես ինչ սիրուն է, երբ որ գնաց նախակրթարան ասեցին ես ինչ գեղեցիկ է, բայց երբ որ ես բերեցի պաշտամունքի, ես տեսա, որ ինքը տարբերվում է ստեղի մանուկներից, ես ամանչեցի, ինձ ոչ մեկ չհանդիմանեց դրա համար, ոչ մեկ է չասեց ես ինչա, բայց ես զգացի, որ ես
նման չեմ, այն իմ երեխեն նման չի, այն երեխեքին, որոնք որ ստեղ են։ Գիտես, աշխարհի մեջ կարող է իմ արարքին, այո, իմ արարքին համաձայնվեն, բայց երբ որ հոգու մեջ ես մտնեմ, Տիրոջ մեջ ես մտնեմ, դու տեսնում ես այդ տարբերությունը։ Եվ դրա վիճակի մեջ ավելի լավ է ես խոնարհվեմ, ես խոստովանվեմ, ես զղջամ, ես ապաշխարեմ, ասեմ, որ ես այդ ձև եմ, քան թե Տիրոջ խոսքը ծռեմ։ Դա իրականությունն է։ Դրա համար Տերը ինչ ասեմ, ես սուրբ եմ, եւ սուրբ տեղը թեև բարձրում կբնակվեմ, բայց լինում եմ կոտրած սիրտ եւ խոնար հոգի ունեցողի հետ։ Ավելի լավ է խոնարհվեմ, կոտրվեմ, ընդունեմ իմ վիճակը, քան թե Տիրոջ պատվիրանները ծռեմ։ Օրենքը զանց արեցին, պատվիրանքը փոխեցին։ Ինչի համար փոխեցին։ Փոխեցին իրանց ուզածի համեմատ, իրանց սրտի ցանկությունների համեմատ, իրանց կենցաղավարելու համեմատ։ Եվ այդ ամեն ինչը թալանեց մեր ներքնաշխարհը։ Եվ մենք մնացինք ձեռնունայն։ Մի օրինակ բերեմ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ։ Գողերը մի հոգու մեքենա գողանում են։ Եվ մի քանի ժամանակ հետո, երբ որ այդ մարդիկ արդեն ոստիկանությանը հայտնում են, որ մեր մեքենան գողացել են, սա պատմություն է ուղղակի, սա պատմություն է։ Գալիս են, երբ որ տուն են վերադառնում, տեսնում են այդ մեքենան տեղը կանգնացրած է, չոտկեր տակ երկու հատ կինոյի տոմս է։ Այդ մեքենայի այդ ապակիներով մաքրում է։ Կինոյի տոմս է դրված, այս ներողություն, որովհետև մենք սխալմամբ ձեր մեքենան ենք գողացել։ Եվ այս մարդիկ ուրախ գնում են այդ հայտարարությունը, որ տվել են ոստիկանությանը, հետ են վերցնում, որ մեր մեքենան բերել են, կանգնացրել, մի բան էլ ներողություն են խնդրել եւ կինոյի տոմսեր են նվիրել։ Հաջորդ շաբաթ, երբ որ գնում են այդ կինո, այդ ֆիլմը դիտելու, գալիս են տուն, տեսնում են տունը թալանած է։ Նույն գողերը խորամանկությունով կտրել են այդ մարդկանց իրանց տնին, որպեսզի այդ մարդկանց տունը թալանեն։ Այսօր հակառակորդը աշխարհի զբաղմունքներով զբաղացնում է, որ մեր ներքնաշխարհը թալանի, ձեռնունայն թողի։ Եվ մենք մի օր ուզում ենք ոտի կանգնենք, տեսնում ենք ուժ չկա Սամսոնի պես։ Տեսնում ենք, որ ուժ չկա։ Ինչի համար չկա, որովհետև գիշեր ու ցերեկ զբաղվում ենք, մտածում ենք աշխարհի վրա, գիշեր ու ցերեկ կենցաղավարում ենք, այս աշխարհի հոգսերով, այս խնդիրներով, առավոտը արթնանում ենք, Տիրոջը Տիրոջ չենք տալիս։ Մեր կարդալուն չենք տալիս, մեր աղոթելուն չենք տալիս, Աստծուն չենք տալիս։ Եվ ապրում ենք այս աշխարհի թելադրածով, եւ Տերը երկնքից նայում է։ Սա լուրջ իրականություն է, որ նկատվում է, որ ես ինչպիսի կենցաղավարություն ունեմ, ինչպիսի առօրյա, որ ես ունեմ, ավելի լավ է ծնկի գամ, խոնարհվեմ, ներողություն խնդրեմ Տիրոջից, քան թե Աստծո խոսքը ծռեմ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Աղոթենք ժողովուրդ։